Առաջին հայացքից Թեհրանը պատերազմ տեսած քաղաք չէ։ Փողոցները մարդաշատ են, խանութները բաց, երթևեկությունը խիտ։ Սակայն պատերազմի վերքեր կան քաղաքի տարբեր մասերում։ Պատերազմի լուր վկան է Շարիֆի համալսարանը։ Միջազգային վարկանիշով Իրանի ամենահեղինակավոր գիտական կառույցներից մեկը ավերակ է։ Իրանցի երիտասարդ գիտնականներն այստեղ նոր բուսատեսակներ էին մշակում էկոհամակարգերի վերականգնման համար։ Նրանց հաշվարկներն ու բանաձևերը գրատախտակներին են մնացել։ Այս բուհը կառուցվել է 1966 թվականին եւ մասնագիտացված է ճարտարապետության, մաթեմատիկայի, ինժեներական եւ բնական գիտությունների ոլորտներում։ Այստեղ են ուսանել Իրանի ամենահայտնի ճարտարապետները, ինժեներները, գիտնականները։ Իրանցիներն ասում են, որ հարվածելով այս բուհին հակառակորդը փորձել է ցույց տալ, որ կարող է սպանել նաև իրանական միտքը, բայց դա նրան չի հաջողվել։ Շարիֆի համալսարանն ավարտած մասնագետներն են նախագծել եւ կառուցել Մերձավոր Արևելքի ամենամեծ ավտոմոբիլային կամուրջը։ 136 մետր բարձրությամբ մի մեկը պետք է կապեր մայրաքաղաք Թեհրանը Իրանի հյուսիս-արևմտյան շրջաններին, բայց այն ռմբակոծվեց մինչև շահագործումը։ Հիմա վերականգնողական աշխատանքներ են ընթանում, ինչպես տեսնում եք, եւ մասնագետները խոստացել են Իրանի ժողովրդին, որ շատ շուտով կամուրջը նորից երթևեկելի կլինի։ Հիմա վնասի չափն ենք գնահատում։ 5000 միլիարդ թուման է հատկացրել կառավարությունը։ 1-1.5 տարում կվերականգնենք կամուրջը։ Քարաջի կամրջին հասցված ավիահարվածների հետևանքով զոհվել է 10 մարդ։ Վիրավորվել ավելի քան 100-ը։ Կամրջի ստորին հատվածը իրանցիների սիրելի վայրերից էր։ Հարվածի պահին այստեղ բազմաթիվ ընտանիքներ էին հանգստանում։ 40-օրյա պատերազմի բոլոր զոհերի հիշատակն ավելի քան 100 օր է իրանցիները միասին են հարգում։ Իրանի բոլոր քաղաքներում ու գյուղերում ամեն օր աղոթք է հնչում զոհերի հոգիների հանգստության համար։ Այս հավաքների ընթացքում խորհրդանշական ավանդույթներ են ձևավորվել։ Դրանցից ամենատպավորիչներից մեկը Իրանի դրոշի ծածանումն է։ Ավելի քան 30 օր է մարդիկ նախապես հերթագրվում են հրապարակներում այդ դրոշը գիշեր-ցերեկ հերթափոխով ծածանելու համար։ Կին, տղամարդ, երեխաներ նվազագույնը 1 ժամ կանգնում են եւ ծածանում Իրանի դրոշը։ Խորհրդանշում է այս արարողությունը Իրանի ժողովրդի դիմադրողականությունը, միասնությունը եւ ազգային շահերին հավատարմությունը։ Սա Թեհրանի ամենաերկար Վալիահասր փողոցի հրապարակն է։ Ցավոք մենք թշնամիներ ունենք, որոնք խանգարում են մեզ ավելի շատ զարգանալ։ Ես իմ երեխաներին թույլ չեմ տա Իրանից դուրս ապրել, սովորել, միայն մեր երկրում։ Մենք ունենք հպարտ ու զարգացած երկիր։ Մեր ժողովուրդը պատրաստ է իրեն զոհաբերել, սեփական արյունը թափել, հողն ու երկիրը պաշտպանելու համար։ Սա քաղաքական ակցիա չէ, ասում են այստեղ հավաքված մարդիկ։ Նրանց խոսքով սա հանրային ուղերձ է առաջնորդներին, երկրի համար ճակատագրական որոշումներ կայացնելիս առաջնորդվել միայն ազգային շահերով։ Մենք հավաքվում ենք այս հրապարակում աջակցելու իսլամական հեղափոխության արժեքների պահպանմանը։ Աստված մեզ ուժ տա, որ պաշտպանենք մեր արժեքները։ Եթե ինչ-որ մեկը գա Հայաստան ու ասի, որ պետք է փոխեք ձեր դրոշի գույները կամ ձեր կառավարությանն ասի ինչ անել կամ ինչ չանել, դուք կասեք, չէ, դու ինչ կապ ունես։ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան եւ Եվրոպան իրենց ագահությամբ մեզ սովորեցնում են ինչի իրավունք ունենք եւ ինչի ոչ։ Մենք դա չենք ընդունում։ Դուք մեզ հետ ինչ կապ ունեք։ Թույլ չենք տա միջամտեք մեր գործերին։ Վալիահասր հրապարակի ուրբաթօրյա հավաքը առաջնորդում է Ալիրեզա Փանահյանը, Իրանի ազդեցիկ հոգևորականներից մեկը, որն այսօր ղեկավարում է Իրանի զոհված հոգևոր առաջնորդ Խամենեիի անվան վերլուծական կենտրոնը։ Այս պայքարի իրանցիների դիմադրության շնորհիվ աշխարհում մարդիկ սկսեցին ավելի շատ գնահատել Իրանը։ Հատկապես Հայաստանից մենք այնքան դրական արձագանքներ ենք լսել, սիրո, հոգատարության խոսքեր։ Հայաստանի ազատասեր ու պայքարող երիտասարդները մեզ սեր են տվել։ Մեր պատերազմներում հայրեր են զոհվել։ Ազատատենչությունը առանձնահատկություն է։ Մեր ժողովրդների պատմության մեջ քաջագործություններ շատ են եղել։ Իրանում Մուհարամ ամիս է։ Շիա մահմեդականների համար սգո, հիշողության եւ ինքնազոհաբերության խորհրդանշական շրջան։ Զովինար Բարխուդարյան, Անի Ղանդիլյան, Սաթենիկ Թարվերդյան, Հայլուր։